Բարև ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ, ես եմ Gaming-ը եւ մենք այսօր կմեկնաբանենք այդ խաղը սկսեցինք։ Գնդակը գտնվում է Մարտին Օդեգորի մոտ։ Մարտին Օդեգոր միանգամից Նորվեգիան ատակայի անում մեզ շատ ծանոթ Ռուսաստանի հավաքականին եւ Սաֆոնիվը ինքնագոլ է կատարում։ Դե ինչ 1-0 բացված է խաղի հաշիվը։ Գնդակով Դանիել Ֆորմինգն է, Զախարենի մոտ է եւ Պեդերսոնը խլում է գնդակը։ Նորմանս փոխանցում, բայց չհասավ գնդակը, քանի որ սխալ էր եւ Զախարեն խախտում է խաղի կանոնները Մարտին Օդեգորը։ Կուդրյաշիվից խլում է Մարտին Օդեգորը, փոխանցում է Սորլոտին, սկսվում է գրոհը եւ Էրլինգ Հոլանդ կարողանում է կորպուսով խլել գնդակը եւ փոխանցում Էրլինգ Հոլանդ, Սորլոտ եւ 2-0 ինչ արագ գոլներ են խփում միանգամից Նորվեգիայի հավաքականը։ Շատ լավ է խաղում այսօր Նորվեգիան։ Կարծես այս 4 տարվա ընթացքում մեծ ուժով պայքարության համար նա ամբողջ ուժով պարապել է։ Ինչ Հոլանդի մոտ է գնդակը, Էլյունզի պաս, Սորլոտ փորձում է մկրատ գոլ խփել։ Զախարեն խլում են Սորլոտ անկյունային Մարտին Օդեգոր փոխանցում Ֆորսբե եւ Սորլոտ հարված, բայց չեղ է ընթանում հարվածը։ Սաֆոնիվն է փոխանցում Տչիկ է եւ Սորլոտը գրոհ է սկսում խլելով գնդակը, փոխանցում Էրլինգ Հոլանդ եւ գոլ։ Իգեր Դիվիևից ինքնագոլ է գնում։ Մկրատ է կատարում Էրլինգ Հոլանդը եւ ակնթարթով գոլ է մտնում Իգեր Դիվիևից եւ գնդակով է Սորլոտը մենակ պայքարում եւ փոխանցում Հոլանդ եւ կրկին գոլ 4-0։ Այսօր ուղղակի շատ հզոր խաղ է ցույց տալիս Նորվեգիայի հավաքականը, բայց այսօր Ռուսաստանը իր ուժերը կարծես թե չի դիմադրում, բայց կարծես սխալ գործողություն է նա կատարում, քանի որ հնարավոր է այնպիսի հաշիվ ամենավերջում ձեռնարկվի, որպեսզի չկարողանա պատասխան խաղում հաղթել Նորվեգիայի հավաքականին։ Սորլոտ փոխանցում Թորսբե, փոխանցում Էրլինգ Հոլանդ գլխով եւ հետրիկ է եղիտնակ է դառնում Էրլինգ Հոլանդը։ Շատ հզոր գլխով գոլի նման, ոչ այնքան հզոր ինչպես հին գոլերում են եղել եւ խփողները ներկայումս լեգենդներ են, բայց դրանց շարքում հնարավոր է որ լիներ։ Էրլինգ Հոլանդ խլում է Իգեր Դիվիևը, Ֆեդոր Սմոլիվ դեռևս նույնիսկ մեկ հարված չի կատարել Ռուսաստանի հավաքականը։ Թորսբե խախտում է խաղի կանոնները։ Թորսբեն որոշում է հարվածել, բայց չեղ է ընթանում գնդակը եւ նույնիսկ եթե գնալու գոլերի մեջ մեծ հավանականություն կար, որ դարպասապահը կբռներ, քանի որ թույլ էր հարվածը։ Դե ինչ գնդակով Սորլոտն է իր դիմացն է գլորում պաս Էլյունզի եւ սեյվ է կատարում Սաֆոնիվը։ Ինչ հերոսական սեյվ էր, բայց կրկին գլխով գոլ եւ կրկին գոլ Էրլինգ Հոլանդ։ 4-րդ գոլը այս խաղում։
Շատ լավ խաղ է ներկայացնում Նորվեգիայի հավաքականը, հատկապես Էրլինգ Հոլանդը։ Եվ Օդեգար խաղում են գնդակը, Ֆեդոր Սմոլիվ դուրս է գալիս և հարված, բայց սեյվ է կատարում Նորվեգիայի հավաքականի դարպասապահ Էնդրի Հենսոնը։ Մարտին Օդեգար փոխանցում Թորսբե, փոխանցում Սորլոտ, անցնում է Կուդրաշիվին, փոխանցում է Լյունզի և Սաֆոնիվը կրկին հերոսական տեսքով բռնում է գնդակը Էրլինգ Հոլանդ։ Ցանկանում է մկրատ կատարել, բայց հեռացնում են պաշտպանները։ Հոլանդ փոխանցում Սորլոտ, փոխանցում Հոլանդ, հարված և բռնում է Սաֆոնիվը։ Սենդբերգ, Քրիստոֆեր Էժոր, Մեթիս Նորմազ, Սորլոտ, թույլ էր պասը, բայց գեղեցիկ պաս կարող է լինել, եթե մի քիչ ուժեղ լիներ։ Քանի որ կկարողանար Սորլոտին անել մենակ դարպասապահի դեմ մենապայքարի։ Եվ Էլյունզի հետ փոխանցում Սորլոտ գլխով և կրկին գոլ։ Ուղղակի 7-0, սա շատ հետաքրքիր խաղ է ինձ թվում է։ 7-0 և դեռ առաջին խաղակեսի կեսն է անցել։ Ապա եկեք մեկ վայրկյան պատկերացնենք ինչ կարող է լինել խաղից հետո։ Ինչ հաշիվ կարող է լինել։ Հաշվի առնենք, որ կարող են հոգնել խաղացողները, քանի որ շատ են վազում, և այսպիսով ինձ թվում է երկրորդ խաղակեսին կամ գոնե երկրորդ խաղակեսի կեսերին կսկսի թուլանալ, հերթով թուլանալ և օրինակ սկզբում մի քիչ լավ խաղալ թուլանալով, բայց հետո սկսել գնալով ավելի ու ավելի վատ խաղալ, քանի որ շատ են վազում, շատ են օգնում, բայց դե ինձ թվում է Նորվեգիայի հավաքականը դժվար թե պարտվի։ Նույնիսկ ասեի, որ չի պարտվի, քանի որ այդ ինչ պետք է կատարի Ռուսաստանի հավաքականը։ Ուժեղ էր փոխանցումը, Թորսբե, Սորլոտ, գեղեցիկ է անցնում Կուդրաշիվին, դժիկ է փոխանցում Սորլոտ, Էրլինգ Հոլանդ և գեղեցիկ հերոսական արարք։ Էլյունզի փոխանցում Էրլինգ Հոլանդ և բռնում է Սաֆոնիվը։ Քրիստոֆեր Էժորի մոտ է գալի գնդակը, բայց գնդակը գնում է դեպի դարպասներ Էնդի Հենսոն, Պեդերսոն, Մարտին Օդեգար, գնդակով Զախարյանն է և խլում է Սենդբերգը, հետ է վերցնում Դեյնիլ Ֆոմինգը, ուղղանային հարված անկյունից, չգիտես ինչու հարվածում է Զախարյանը, բայց դե իհարկե բռնում է Էնդի Հենսոնը, Պեդերսոն, փոխանցում, լավն էր փոխանցումը Սորլոտ, և չի կարողանում գնդակը փոխանցել դեպի Թորսբեի մոտ, Մարտին Օդեգարի մոտ, մեծ ներողություն։ Սորլոտն է գնդակով, փոխանցում, Էրլինգ Հոլանդ, փոխանցում և խլում է գնդակը Դեյնիլ Ֆոմինգը, Մարտին Թորսբեի սխալ պասի պատճառով, Մարտին Թորսբե, կարծես թե Թորսբեն բարկացել է, բայց նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու։ Շատ գեղեցիկ է անցնում Թորսբե և գոլ։ Այս ինչ հրաշք էր։
ուղղակի պաշտպանության դիրքից բոլոր խաղացողներին անցնելով, վերջում գոլը խփելով, նույնիսկ վերջում անցումը շատ գեղեցիկ կատարելով, ուղղակի հրաշալի գոլ էր։ Դենիլ Ֆոմինգ, Մարտին Օդեգար, փոխանցում Թորսբե, հարված և գես ինչ է կատարում, ներկայիս պահին Թորսբեն, կարծես թե նա շատ տոկոսներով կատաղել է, խնդրեմ ինչ գոլ է կատարում, հրաշալի գոլ, Թորսբեն, Ջեղեր փոխանցում է, բայց հասնում է Սորլոտը գնդակին, փոխանցում Էրլինգ Հոլանդ, և Սորլոտ, ցանկանում էր մի քիչ գեղեցիկ հարված կատարել Էրլինգ Հոլանդ և 10-0, ես նույնիսկ չեմ զարմանում, քանի որ շատ հեշտ է ներկայիս պահին գոլ խփում Նորվեգիայի հավաքականը, բայց դե գեղեցիկ գոլ էր ինչ խոսք, և ավարտվում է առաջին խաղակեսը, ուղղակի շատ հետաքրքիր է, 10-0 հաշվով, դե ինչ, սկսվել է երկրորդ խաղակեսը, Օդեգար, փոխանցում, Թորսբե, բայց շատ հզոր էր փոխանցումը, և շարունակվում է գրոհը, Սորլոտ և Էրլինգ Հոլանդ, 11-0, շատ հրաշալի խաղ է ընթանում, տեսեք ինչ գեղեցիկ պաս տվեց Թորսբեն, Թորսբե բոլորին անցնում է և խլում է գնդակը, Ֆեդոր Սմոլիվ և Սմոլիվ հարված և փրկում է Էնդրի Հենսոնը, փոխանցում, Բիրգր Մելինգ և ընթանում փոխանցումը, Դմիտրի Բարինիվ, Էլյունզի, փոխանցում Էնդրի Հենսոն, փոխանցում Սենդբերգս, Մորթան Թորսբե, և Սորլոտ, փորձում եմ մի քիչ լուր մեկնաբանել, բայց հասկանում եմ, որ այդպես շատերի մոտ, ովքեր չեն կարողանում նորմալ տեսնել, չեն կարողանա լավ հասկանալ խաղը և ինձ թվում է, որ պետք է մեկնաբանեմ Սորլոտ և հարված և գոլ, և ես ուղղակի ասում եմ գոլ, ես այդ կարգի հասկանում եմ, որ 100% շատ գոլեր դեռ ունի խփելու Նորվեգիայի հավաքականը, Սորլոտ, կրկին գնդակով է, փոխանցում, չի ասում Հոլանդին, Ադամի Վերինիվ, Էրլինգ Հոլանդ, Սորլոտ, Բուջաշիվին անցնում է, Սորլոտ, և չի ընթանում փոխանցումը մինչև վերջ, Մորթան Թորսբե, ով մի քիչ առաջ բոլորին անցնելով գոլ էր խփում, կարծես թե ցանկանում է կրկնել, և կարծես նա նույնիսկ ցանկանում էր անցնել դարպասապահին, բայց վերջում պաշտպանը խլեց և հաջողությունը կարծես թե չստացվեց, ես 100%-անոց չգիտեմ դա ցանկություն էր թե չէ, կարող է նա ուղղակի հասկացել էր, որ հեշտ է անցնել և սկսեց անցնել և ուզեցավ օրինակի համար գնալ այն կողմ անկյունից փոխանցում կատարել և ինչպես անցած դեպքերում կրկին գլխով փորձեր գոլ խփել Սորլոտը և Էրլինգ Հոլանդը, այդ երկուսից մեկը, քանի որ միայն նրանք են այդ դիրքում փորձում խաղալ երկրորդ հարկում։
Դե ինչ թորսվ է։ Կրկին անցնում է բոլորին, բայց սխալ դիրք է տեղաշարժվում։ Փոխանցում Էրլինգ Հոլանդ։ Մկրատ էր կատարում։ Մարտին Օդեգար, Էրլինգ Հոլանդ և գոլ։ Գեղեցիկ էր։ Դիտենք գոլը։ Չէ։ Սա ուղղակի հրաշալի գոլ էր։ Էրլինգ Հոլանդ խլում է գնդակը։ Անցնում է բոլորին։ Եվ գոլ։ Կարծես Նորվեգիայի հավաքականին հեշտ է անցնել ողջ Ռուսաստանի հավաքականի պաշտպանությանը։ Դե ինչ և բոլորին անցնելով գոլ է խփում Էրլինգ Հոլանդը։ Եվ այսպիսով 14-0։ Ես չէի մտածի, որ սա կլինի աշխարհի խաղերի հաշիվ։ 14-0։ Այն էլ աշխարհի խաղերի ամենաառաջին խաղում։ Դե պատկերացնեք ինչ կլինի արդեն մյուս խաղերում։ Եվ Ֆեդոր Սմոլիվ, Ստենդբերգս, Քրիստոֆեր Ռեժոր, Էրլինգ Հոլանդ, Սորլոտ փոխանցում Հոլանդ և չի կարողանում դաշտի սահմաններում պահել Հոլանդի հարվածից հետո Սորլոտը։ Բայց դե ինչ խոսք լավն էր փոխանցումը։ Եվ Սորլոտ հարված և բռնում է Սաֆոնիվը։ Էրլինգ Հոլանդ Միրանչուկ, Ֆեդոր Սմոլիվ, Քրիստոֆեր Ռեժորը խլում է գնդակը։ Էրլինգ Հոլանդ փոխանցում Օդեգար, Սորլոտ։ Անցյունային, բայց ինչ հրաշալի գործողություններ նոր կատարեց Սաֆոնիվը։ Ուղղակի շատ հզոր էր։ Արսեն Ադամիվ խլում է Էլյոնզին։ Փոխանցում Ստենդբերգս, փոխանցում Թորսբե, Սորլոտ։ Գեղեցիկ էր փոխանցումը։ Օդեգար փոխանցում Էլյոնզի, դիրքից դուրս էր եկել և հասել էր հարձակվողական դիրք։ Իսկ ավելի գրագետ հարձակման դիրք։ Սորլոտ փոխանցումն է և շատ գեղեցիկ էր։ Ուղղակի ինչ գեղեցիկ մկրատ է թեքվում, ավելի գրագետ շրջևում։ Էրլինգ Հոլանդը մի հատ խնդրում եմ եկեք դիտենք։ Չէ, խնդրում եմ եկեք նույնիսկ նայենք վառ համակարգի շնորհիվ։ Խնդրում եմ միայն դուք այստեղ նայեք, այս ինչ է կատարում Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը։ Խնդրեմ, Քրիստիանո Ռոնալդոյի պես, նույնիսկ այն էլ աչով է խփում ձախ ֆուտբոլիստը։ Ժողովուրդ ջան, ես եթե ճիշտն ասեմ, ինձ թվում է 15-0 դեռ քիչ է։ Ինձ թվում է 20-ը հնարավորություն էլ կա որ անցնի։ Կարծես թե խաղը մոտենում է իր ավարտին։ Սորլոտն է գնդակով, փոխանցում Թորսբե, հարված և 16-0։ Գեղեցիկ փոխանցում կատարեց։ Նորվեգիայի հավաքականը ինչ նկատեցի էլ ով էր։ Կարծես թե Սորլոտն էր։ Սորլոտ։ Հերից հարված։ Էլյոնզի Սորլոտ մկրատ։ Սորլոտ։ Իմ է հաշվելու այս գոլը։ Սորլոտին։ Քանի որ դարպասապը եթե չլիներ, մեկ է մտնելու եմ գոլ։
Էրլինգ Հոլանդ հարված։ Կին էրլից հարված այն էլ Էրլինգ Հոլանդը ձախով է կատարում հարվածը Սորլոտ։ Կինանքնային նունզի փոխանցում Սորլոտ և քիչ է մնում ինքնագոլ կատարել դալ երկուց և գոլ։ Թորսբետ 18-0։ Ես նույնիսկ չեմ զարմանում, քանի որ իստում է 18-0-ն, որ անհավանական հաշիվ է, բայց այսօր դարձել է հավանական։ Նորվեգիայի հավաքականը 18-0 հաղթում է Ռուսաստանի հավաքականին, աշխարհի խաղերի առաջին խաղն է։ Դե միայն պատկերացրեք, մյուս խաղերը ինչ է լինելու։ Էդորդ Սմոլին խլում է Նորմանսը։ Նորմանս Հոսբե կրկին իր ոճով Հոսբե և չի կարողանում գոլ խփել, քանի որ հեռացնում են պաշտպանները Սորլոտ և կրկին Հոսբե, որը կրկին փոխանցում չի կատարում և այսպիսով կատարեց, բայց փոխանցումը տեղ չհասավ։ Զախարեն Դեյնիլ Ֆոնինգ Սորլոտ վազում է Մորթան Թորսբեն Ուդեգր Էդորդ Սմոլին խլում է Սանդվելսը փոխանցում չի ընթանում փոխանցումը ուղիղ Պեդերսոն փոխանցում Սորլոտ Դավայ Էրլինգ Հոլանդ Սորլոտ Էրլինգ Հոլանդ 19-0 Հոկի աշխարհի խաղեր 19-0 Մարինադոն դուրս է գալիս դաշտ և դուրս է գալիս մարզադաշտից Միրանչուկը և այսպիսով ավարտված է հանդիպումը 19-0 դե ինչ բոլորին հաջողություն, դե ես եկա գեյմ